Համաձայն եք Փաշինյանի հետ, որ Մակրոնը միշտ Հայաստանի կողքին է եղել։ Ինչպես։ Համաձայն եք Փաշինյանի հետ, որ Մակրոնը Ֆրանսիայի նախագահը միշտ Հայաստանի կողքին է եղել։ Ես ատում եմ այդ մեր պետությունը եւ ոչ մի բան չեմ ուզում ասել։ Աման ինչ գիտնամ, ես այդ չեմ գիտեր։ Չէ երևի։ Ինչու՞։ Ինչ է Մակրոնը Իրանից ներկայացնում, որ օգնություն Օրբանով մի բան անի։ Համաձայն եք, Բոլորովին համաձայն բայց չեմ։ չգիտեք ինչ եմ հարցնում։ Ենթադրում եմ։ Այո, Մակրոնը միշտ եղել է Հայաստանի կողքին եւ շարունակում է լինել Հայաստանի կողքին, որը որ շատ գնահատում եմ, շատ դրական։ Օրինակ ինչով է կողքին եղել, երբ է եղել։ Դե հիմա գիտեք ոնց է միջազգային օրենքով, ասենք այդ Ղարաբաղի հարցում ինքը Եվրոմիությունը, Ֆրանսիան չէր կարող հրապարակայնորեն լինել, ասենք Հայաստանի կողքին, բայց ես կարծում եմ, որ ներքին կարգով եղել է Հայաստանի կողքին։ Չէ, Ինչու համաձայն։ потому что это неправда. Мишт Хайастаны Кохкин, Русастан наилел. Им папика укнацла, ему было 96 лет, вармацла. Мишт осла Иран, папа, осла Турки, Гереца, ама это церковь цел, русы пешим про нас пахи. Все равно у нас вера одинаковая. Макрона гинчал, кто он такой? Вообще петух. Это как его, гамбургский или как называют петух. Хов եկել է այդ 50-ից։ Մի հատ երկու հատ նормальный мартка. Там кто? Даже Канадина ерунда. Մի քանի փոքր պետությունների վրա մի քիչ խելքով մարդ է։ А мнадцатый вообще ноль без палочки. Согласны? Инзет разве? Я считаю, что да. Но самая большая пощечина нам, когда он снимает с армянского паспорта, Арарат снимает, это самое большое унижение, которое мы могли ожидать, потому что это наш символ. Правильно говорят, тогда пусть они Луну... Մեր ինքնիշխան տարածքից են կադրը դրել, որ Լունան իրանցն է, բախյան իրանք Լունան իրանց ֆլագի վրան դնում։ Ամենաբольшое унижение վեր տափից ниже плинтуса, հայերեն ոնց են ասում կարում չեմ ուրացել եմ, վեր անում է вот это паспортно, վեր паспорте վրենից անում է, я так считаю, это мое мнение։ համաձայն եք Փաշինյանի հետ, որ Մակրոնը միշտ Հայաստանի կողքին է եղել։ Այո, իհարկե։ Ինքը առաջին էր պատերազմի ժամանակ գոռում գոչում դադարեցրեք։ Ինքը միշտ մեր կողմն է, մեր բարեկամն է եղել։ Գենոցիդից դեռ սկսած։ Մեր Ֆրանսիա բարեկամները միշտ մեր կողքին են եղել։ Ոչ։ Ինչու համաձայն չեք։ Քանի որ ինքը կա, իր կողքին ոչ մեկ չկա։ Ինչու եք այդպես մտածում։ Որտեղ ինքը քրչապետ է, քրչերն են կողքը։ Համաձայն եք Փաշինյանի հետ, որ Մակրոնը միշտ Դե գիտեք ինչ կա, որ Շարլ Ազնավուրը որ ապրել է, այնտեղ ապրել է, արդեն հայերին սիրել են, ու նրանք միշտ է սիրել են հայերին, ու միշտ էլ օգնել են հայերին։ Իսկ հիմա դա Փաշինյանի հարցն է, ոչ մի հարց չկա Փաշինյանը, ինչ կապ ունի Փաշինյանը դրա հետ։ Դա արդեն պետք է ժողովուրդը պետք է ունենա։ Ես ինքս ժողովրդի կողմից եմ, 90 տարեկան, հասկանում ես, թող աշխատի Փաշինյանը, թող անի ոչինչ։